Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում կարևորի մասինն է, այսօր գալահեռուստաընկերության տաղավարում հյուրընկալել են Գյումրու ընտրություններում համախմբում կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Ասոյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ասոյան, համախմբում կուսակցությունը ստեղծումից հետո առաջին անգամ է մասնակցում ընտրություններին եւ սա լավ հնարավորություն է գնահատելու իրական ռեսուրսները, ինչ ակնկալիքներով եք մասնակցում, ինչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից։ Իհարկե նոր կուսակցությունն է եւ առաջին ընտրություններն է եւ այնպես համընկավ, որ մեր կուսակցության առաջին ընտրությունները Գյումրու թիմ ընտրություններն է եւ ասեմ շատ բարդ ընտրություններ է, որի միջով մենք պիտի անցնենք եւ ակնկալիքները շատ մեծ են։ Հենց սկզբից ամենաբարձր սահմանն ենք դրել մեզ համար հաղթանակ եւ քարոզարշավի այս քանի օրերի ընթացքում էլ այդ տարբերությունը ամեն օր զգում ենք մեր համակիրների, մեր կողմնակիցների աճի հետ մեկտեղ զգում ենք մեր ուժը, այնպես որ ստացվում է մեր մոտ, մեր գաղափարները կարողանում ենք հասցնել ամեն մի բնակիչի մեր քարոզարշավի տարբեր եղանակներով, պաստառներով, հեռուստաեթերներով, մեր գովազդներով ստացվում է, այսօր ասեմ Գյումրին գրեթե բոլորը արդեն տեղյակ են մեր կուսակցության մասին, ով ենք, ինչ ծրագրեր ունենք, իհարկե դեռ ժամանակ ունենք էլ ավելի մանրամասն ներկայացնելու, այնպես որ մեր նորամուտը իմ կարծիքով արդեն հաջողված է եւ մենք մեծ ակնկալիքներ ունենք։ Իսկ ձեզ համար հաղթանակը հենց մեծամասնություն կազմելն է։ Իհարկե, մենք ցկտում ենք հաղթանակի, մենք գնում ենք այդ հաղթանակին, այնպես որ մեր ակնկալիքները հենց հաղթանակն է։ Պարոն Ասոյան, մրցակցությունը շատ թեժ է, եթե կարելի այսպես ասել, 10 կուսակցություն մեկ դաշինք է մասնակցում եւ ըստ էության այս ընտրապայքարում շատ կարեւոր է, երբ որ այսպես ակտիվ մրցակցություն է, կոնկրետ առանձնահատկությամբ հանդես գալ քաղաքացիներին տարբերվող ծրագրերով հանդես գալ եւ հստակ ասել, թե ինչ պետք է սպասեն ձեզանից, եթե դուք այդ մեծամասնություն այդ վստահության քվեն ստանաք։ Կոնկրետ ինչ առաջարկներով եք դուք հանդես գալիս գյումրեցիներին, ինչ պետք է սպասեն ձեզանից։ Մենք մեր քարոզարշավը սկսել ենք առաջին հերթին մեր կուսակցության ծրագրային դրույթները բացատրելով։ Գիտեք, ծրագրային գեղեցիկ դրույթներ բոլորն էլ ունենում են, բոլորն էլ ասում են, բայց մենք առաջի հերթին ասում ենք գլխավորը։ Ինչ ենք առաջարկում գյումրեցիներին, ինչու համար ենք առաջարկում եւ ինչ ելքեր ենք տեսնում, ինչ ծրագրեր։ Մեր հիմնական թեզը է, որ համախմբում կուսակցությունը ստեղծվել է այնպիսի մարդկանցով, որոնք լիահույս են, պայքարի պատրաստ են եւ գաղափարապես եւ մասնագիտական առումով հավաքված են այնպիսի մարդիկ եւ մեր կուսակցությունը գլխավորում է այնպիսի մի փորձառու մարդ, որը անցել է բազմաթիվ ճանապարհներ մեր ժողովրդի աչքի առաջ նրա թերություններով, հաջողություններով հանդերձ։ Մենք հավատում ենք մեր պայքարին եւ մեր ծրագիրն է վերջնական, մեր նպատակն է հասնել իշխանափոխության հանրապետությունում։ Իշխանափոխության հասնելն էլ միանշանակ չէ, որ մենք իշխանություն ունենանք։ Մենք իշխանափոխության ցկտում ենք, որպեսզի գործող համակարգը, որը մեր երկիրը արդեն տանում է դեպի կործանման, էլ սահման չկա, մի քայլ եւ արդեն անդունդն է։ Մենք գնում ենք իշխանափոխության, որպեսզի երկիրը համակարգը ձևափոխենք, նորմալ հունի վրա տնենք, ընդանուր մթնոլորտը ձևավորենք հանրապետությունում, տնտեսության աճի համար, ռազմական արտոնաբերության, մեր պաշտպանունակության բարձրացման համար, այդ մեր նպատակը էս է, ոչ թե իշխանություն, զուտ իշխանություն ունենալու համար, այլ իշխանություն, որպեսզի կարողանանք այս փոփոխությունները բերել, անդունդի եզրից հետ պահել այսօր մեր հանրապետության կործանումը։ Որն է այն առանձնահատկությունը, որը հենց բնորոշ է ձեր կուսակցությունը, որն է այն քայլը, որ կարող եք անել միայն դուք, եւ հենց դրա համար պետք է ձեզ ընտրեն։ Ձեր դրույթները որոնք են հիմնական։ Մեր հիմնական դրույթներն են իշխանափոխությունը, տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններին մասնակցելը, հատկապես Գյումրիում, ինչ ենք ասում,
այսօր այնպես է ստացվել, որ թիմ ընտրությունները ավելի առաջ են ընկել հանրապետական ընտրություններից եւ մեր հիմնական թեզը, մեր ցկտումները, որ տեղական ինքնակառավարման մարմիններում մենք հասնենք իշխանության, որը եւ կդառնա խտան հաջորդ ընտրություններին հանրապետությունում հասնել նմանատիպ հաջողությունների։ Մենք առաջարկում ենք, պարոն Օսկանյանը իր բազմաթիվ ծրագրային ելույթներում նշել է այս հիմնական կարմիր գիծը։ Հայաստանի մանավանդ Գյումրիի խնդիրը, զարգացման խնդիրը Գյումրիի տարբեր ոլորտների հանրապետության եւ տեղական մարմինների հնարավորություններից դուրս է։ Այսինքն չունի այսօր հանրապետությունը այդ միջոցները, չունի տեղական ինքնակառավարումը այդ միջոցները հիմնախնդիրները լիովին լուծելու համար։ Ունեն միջոցներ ժամանակավոր կամ մի փոքր ծրագիր իրականացնելու, որը ըստ ցանկության արվում է կամ չի արվում, բայց ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ այդ միջոցները չի հերիքում եւ մենք առաջարկում ենք մեր օգնությունը ժողովրդին, որ մեր իշխանության գալուց հետո կստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ մենք հնարավորություն կունենանք արտերկրի համայն հայության համախմբման միջոցով լուծել հատկապես Գյումրիի խնդիրը եւ ինչու՞ չէ մնացած նաեւ բնակավայրերի խնդիրը։ Մենք ունենք այդ ներուժը, մենք ունենք այդ մարդիկ, որոնք հնարավորություն ունեն համայն հայության ներուժը կենտրոնացնելու, այսօր էլ անում են այդ աշխատանքը։ Միայն խնդիրն է, թե այսօր մարդիկ, ներդնողները, բարեգործները չեն հավատում այս համակարգին, այս իշխանություններին, այլևս չեն ուզում գումարներ ներդնել, թե բարեգործական ծրագրերով, թե իրենց բիզնես ծրագրերը, բիզնեսի զարգացումը այստեղ չեն հավատում։ Մեր առաքելությունը հենց այդ է, ստեղծել այդ հանրապետությունում այդ մթնոլորտը, որպեսզի այդ մարդիկ իրենց ներդրումներով, խոշոր ներդրումներով, ինչու մենակ հայերը, աշխարհում շատ ֆինանսական կազմակերպություններ կան, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, ուղղակի պետք է ստեղծել հավատ, որպեսզի մարդիկ իրենց ֆինանսական միջոցները տնեն եւ ֆինանսական հոսք լինի։ Եվ Գյումրի մասնավորապես, որի մեր կուսակցության առաջնահերթություններից է, եւ ինչու՞ չէ ամբողջ հանրապետության համար։ Մենք առաջարկում ենք այս հաղթում ենք Գյումրիում, որը կդառնա խտան, դրոշակ ամբողջ հանրապետությունում հասնելու իշխանափոխության, որը եւ նորից կնպաստի Գյումրու զարգացմանը։ Պարոն Ասյան, տեսեք, եթե ձեզ հաջողվում է ընտրություններին մեծամասնություն կազմել եւ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնել, ինչպես եք պատկերացնում աշխատանքը արդեն իշխանությունների հետ, որովհետեւ մեր երկրում համակարգի կառուցվածքն այսպիսին է, մարզային քաղաքային իշխանությունները իրենց գործողությունների մեջ, այսպես ասեմ, ազատության մեջ չափաբաժին չունեն։ Այ մինչև 17 թվականի ընտրությունները ամեն դեպքում, եթե դուք գնում եք իշխանափոխության, մինչև այդ փոփոխությունները ինչպես եք պատկերացնում այդ ժամանակահատվածում համագործակցությունը աշխատանքը իշխանությունների հետ։ Այդ հարցին պատասխանելու համար ուզում եմ հիշեցնել, որ մենք գնում ենք տեղական ինքնակառավարման ընտրությունների։ Այս ինքնակառավարման բառը բոլորի մոտ դարձել է այսպես մի հատ ավտոմատիկի անուն, որ ասում են ու առաջ անցնում ու պատկերացնում ընտրությունները իշխանությունների ճնշման տակ։ Ինքնակառավարումը հենց գաղափար ինքնակառավարման, գաղափարը, որ դրված է օրենքի մեջ, սահմանադրության մեջ եւ ամբողջ աշխարհում է գրեթե այսպես, հենց նշանակում է տվյալ համայնքը ինքնակազմակերպվում է, հավաքվում է, ստեղծում է իր իշխանությունները, համապատասխան ֆինանսական ներդրումներ անում, ասենք, բաների տեսքով, տուրքերի, վճարումների, չգիտեմ, տեսքով, ստեղծվում է մի բյուջե, որը եւ իրենք ինքնակառավարվում են։ Իշխանական մարմինների հետ հարաբերվում են ինչ-որ մի սահմանում։ Այստեղ դոտացիայի խնդիր կա, չգիտեմ, եւ այլն, բայց իրենք ինքնակառավարվող են։ Հիմա ինչպես կհարաբերվեինք իշխանությունների հետ։ Մենք ընդրվելու դեպքում աշխատելու ենք պարզ, թափանցիկ, եթե իշխանությունները մենք խնդիր չունենք իշխանությունների հետ հարաբերվելու, մենք ներկայացնելու ենք միայն մեր Գյումրի քաղաքի շահերը, առաջ ենք տանելու այդ շահերը, իրենց պատասխանը կտեսնենք։ Օրինակներ շատ կան, որ ընդդիմությունից ընդրվել են եւ բռավալ են տվել այդ գործընթացը, որովհետեւ իշխանությունները փակել են բոլոր վինտիլները
եւ դոտացիայի առումով ուշացնելու եւ այլն ժողովուրդն էլ ասել է այսպեսի քաղաքապետ մեզ պետք չէ, մենք էլ ենք հասկանում, բայց մենք այսօր մեր հետևում ունենք մի հսկա ուժ, հանձինս մեր կուսակցության եւ կուսակցության բոլոր անդամների, մենք ազգային ժողովում ունենք 4 պատգամավոր, տարբեր հանձնաժողովներում ընդգրկված, մենք ունենք բարձր մասնագիտական հատկություններ ունեցող անձիկ, հանձինս օրինակներ ասեմ, նախկին մարդու իրավունքների պաշտպանը, նախկին դեսպաններ, որոնք ճանապարհ են անցել գիտեն, այնպես որ այդ առումով էլ մենք մի քիչ մեզ աբահով ենք զգում, որովհետև ունենք այդ ուժը, որը կարող է վաղը կանգնել Գյումրու քաղաքապետի կամ Գյումրու ավականու թիկունքին ինչ խնդիրներ հարտելու առաջ գնալու։ Եթե նույնիսկ մենք այդ հանրապետությունում էլ իշխանությունը չվերցնենք, գոնե առանցքային ուժ հաստատ կլինենք հանրապետությունում, այնպես որ մենք այդ հարցը իհարկե քննարկել ենք, մենք ունենք այդ հնարավորությունները պաշտպանվելու, եթե անհարգի միջամտություններ լինեն մեր աշխատանքին, իսկ եթե չլինեն նորմալ կաշխատենք, այդքան էլ հարաբերվելու խնդիր չկա իշխանությունների հետ, ինչքան հիմա ներկայացնում են ամեն մի քայլ անելուց անպայման իշխանությունների հետ համաձայնեցնել, ոչ, ինքնակառավարումը հենց նշանակում է ինքնակառավարում, մենք ենք որոշում ինչ քայլեր ենք անում, ինչպես ենք անում, իսկ իշխանությունների հետ հարաբերելու խնդիրները պարզ մաքուր աշխատելու ենք եւ ունենք այսպիսի ուժ մեր կողքը կանգնած, որը շատ աբահով ենք զգում, եթե ընդրվենք էլ շատ աբահով կզգանք մեզ։ Պարոն Ասյան, իսկ արդեն ներսում ընտրություններից հետո, երբ որ ունենանք բավականին բազմազան պատկեր, ինչպես եք պատկերացնում համագործակցությունը այս ներկայացված 10 կուսակցությունների եւ մեկ դաշինքի հետ, կան համագործակցություններ, որոնք բացառում եք կամ ինչպես եք պատկերացնում, այսպես ասեմ։ Մեր կուսակցության հենց թեզերից մեկն է, որ մենք կոչ ենք անում, հենց անունը ինքն է ասում, համախմբվելու։ Եթե ընդրվենք քաղաքապետ եւ ավականու հետ հարաբերվելու խնդիր լինի, չգիտեմ, մենք ոչ մի խնդիր չունենք ոչ մի ուժի հետ համագործակցելու։ Հիմա էլ ենք պատրաստ, բացի իշխանական ուժերից, ցանկացած ուժի հետ պատրաստ ենք ցանկացած ֆորմատով իրենց առաջարկությամբ, մեր առաջարկությամբ կլինի ցանկացած ֆորմատով աշխատելու, քաղաքապետարանում էլ այսօր կան առողջ ուժեր, լավ մասնագետներ, որ տարիներով աշխատել են, նրանք էլ կընդգրկվեն քաղաքապետարանի աշխատանքի մեջ, ես չգիտեմ, այսօր մեր կադրերը, Գյումրու կադրերը ցրված են ամբողջ հանրապետությունում եւ ամբողջ աշխարհում։ Նրանց էլ կհրավիրենք, եթե ցանկություն ունենան աշխատելու, այնպես որ քաղաքապետարանը կլինի զուտ մասնագետների հավաքած թիմ, որը անկախ կուսակցական պատկանելությունից, ես լավ խոսքեր չեմ ասում ուղղակի, չգիտեմ, լավ երևալու համար, ես իրոք մենք այդպես ենք մտածում, այդպես էլ աշխատելու ենք, իհարկե նրանց հետ այդ փորձառու մասնագետների հետ իհարկե զուգահեռ կաշխատեն մեր թիմի երիտասարդ կադրերը, ուրիշ թիմերի երիտասարդ կարող ուժերը, որբիսի հիմա հասունացել է սերնդափոխության պահը, մենք արդեն զգում ենք դա, որ այն հին սերունդը կամած արդեն պակասում է գնում, այն նոր սերունդը չի գալիս, փորձ չի ձեռք բերում, որբիսի փոխարինե։ Այ մեր առաքելություններից մեկն էլ այդ սերունդին տալ հնարավորություն աշխատելու, աշխատանքային փորձ ձեռք բերելու, հետագայում ինչու՞ չէ, արդեն իրենք իշխանություն վերցնեն, իրենք ղեկավարեն տարբեր ոլորտներ, տարբեր բաժիններ, նաև այս խնդիրը ունենք։ Պարոն Ասյան, ձեր կարգախոսներից մեկն էր ոչ դրածո քաղաքապետին, ոչ դրածո ավականուն, ինչ ասել է այդ դրածո ավականին, դրածո քաղաքապետը, կմանրամասնեք, ում նկատի ունեք։ Իհարկե իշխանությունների տեխնազուներին նկատի ունենք, դրածո, ինչու համար ոչ նրանց, նախկինում ասի, որովհետև սա ինքնակառավարման մարմին է։ Եթե դրածո վերևից ինչ որ մեկին ստիպողական տարբեր մեթոդներ կիրառելով անպայման ուզում են հասցնել են աշճանի, որ ընդրվի, այդ չեղավ արդեն ինքնակառավարում, գաղափարը կորավ, այսինքն եղավ վերևից կառավարվող օրգան։ Այսօր էլ Գյումրու վիճակը այնպիսին է, որ մենք արդեն շատ շքեղություն մեզ կլինի թույլ տալ նման բան, մինչև հիմա եթե թույլ ենք տվել, արդեն էլ տեղ չկա։ Գյումրիում կատարվում է իշխանությունները տանում են իմ կարծիքով, իհարկե, այսպեսի մի փափուկ քաղաքականություն են տանում Գյումրին դադարեցնելու։ Ամեն ինչ արվում է, որովհետեւ Գյումրին լքեն գյումրեցիները։ Ամեն ինչ արվում, ամեն քայլը կարելի է բացատրել այդ առումով։
եւ մեզ համար այսօր նորից քաղաքապետ, որը վերևից է ղեկավարվում, վերևից է նշանակված, կատարելու է նրանց հրահանգները։ Այսինքն այդ քաղաքականությունը այստեղ լրացնելու, այստեղ խանդարտեցնելու, որովհետեւ այդ արդակարգը շատ հանգիստ փափուկ բնական երևույթ երևա, բոլորը հանգիստ նստում են, ավտոբուսները գնում են առանց ծենի, առանց ցուկի, ինչպես մենք տեսնում ենք հիմա։ Այսինքն այդ քաղաքականությունը իշխանությունը ամբողջ հանրապետությունում են վարում, թե միայն Գյումրիին առանձնատուկ։ Ճիշտ ասեմ, ես չգիտեմ մյուս տարածաշրջանները այնտեղ էլ շատ արդակարգ կա, բայց ինչ աշճանի, ես չեմ ուսումնասիրել, ես Գյումրին իմ աչքով եմ տեսնում, տեսեք մի քանի օրինակ ասեմ, օրինակներից մեկը շինարարական ծրագիր կար, բնակարարշինարարական ծրագիր կար, կառավարությունը իրականացրեց մի մասը 1200, չգիտեմ 1300 եւ նաեւ կար 400 քանի բնակարանի կառուցման ծրագիր, որ արդեն սկսվել էր, հիմքերը որոշակի մասը լցվել էր, պատրաստ գնում էր։ Հետո մի մոմենտ իշխանությունները փոշմանեցին, թե ինչու ենք այսքան գումար Գյումրիի համար ներդնում, եկեք հանենք այս ծրագիրը, ինչ արեցին։ Համապատասխան հրահանգ իջավ տեղական մարմիններին, թե դուք ներքևից առաջարկություն արեք, շինարարություն չանենք, ԲԳՎ ծրագիրը կիրառենք։ Այստեղ էլ ինչ պետք է անեին։ Չէին կարող ընդդիմանալ, իհարկե, որտեղ իրենց մարտն է, իրենց դրազն է, այնտեղ էլ լծակներ կա իրենց դրած մարդկանց վրա, առանց լծակ ունենալու ոչ մեկին չեն առաջադրի։ Այստեղից էլ համապատասխան որոշումը գնաց, խնդրանք է կառավարությանը, որ եկեք այս ծրագիրը ԲԳՎ դարձնենք։ Իսկ այդ տխրահրճակ ԲԳՎ ծրագիրը մենք բոլորս գիտենք, հենց արդակարտը խտանող ամենաուժեղ ծրագիրն է։ Տեսել ենք ինչպես է իրագործվում, մարդիկ այդ գումարները ինչ միջոցներով հանում, դնում են գրբանները, նստում են ավտոբուս ու գնացին, կամ այն վաճառողը, որը տունը վաճառում է, գումարը վերցրեց, բացակայում է հանրապետությունից, մեր աչքի առաջ այդ տխրահրճակ ծրագիրը։ Հիմա եթե այստեղ լիներ ոչ դրածո քաղաքապետ, այլ ընդրված ժողովրդի քաղաքապետ, նա գմդաձեր, լավ այս ծրագիրը մեզ համար դարդու բալա է, կամ շինարարություն, ինչպես կարելի է Գյումրիում շինարարական ծրագիրը փոխարինել։ Այդ շինարարությունը պետք է մենք աշխատատեղեր էր Գյումրիի համար, նոր բնակարաններ էր, իշքան մարդ պետք է աշխատեին, իրենց ընտանիքը պահեին, չարդագաղթեին։ Այս ծրագիրը միանգամից վերացավ եւ վերջ։ Այսինքն դրածո քաղաքապետը չէր կարող ընդդիմանալ իշխանությունների այս ծրագրին, դրա համար էլ այսպես ստացվեց հիմա ԲԳՎ-ն է։ Պարոն Ասյան, տեսեք, դուք խոսում եք արտագաղթի մասին եւ արտագաղթը ենթադրում է ընտրակեղծիքների համար շատ լայն լծակ, որովհետեւ բազմիցս ընդդիմությունը բարձրաձայնել է բացակաների փոխարեն քվեարկությունը եւ ձեր դարձյալ կարգախոսներից մեկը ոչ ընտրակեղծիքն է։ Այս պարագայում վերահսկողությունն ինչպես եք պատկերացնում, կարողանալու եք դուք այդ վերահսկողությունն իրականացնել այնպես, որ ձեզ տված քվեները կարողանաք ընտրատեղամասերում պահել։ Գիտեք, ընդրակեղծիքների դեմ պայքարը Գյումրին արդեն ապացուցել է, որ իր մոտ ստացվում է, երկու համապետական ընտրություններում էլ տեսանք, որ գյումրեցիների մոտ եւ շահագրգիռ կազմակերպությունների անձնավորությունների մոտ այդ ստացվում է։ Ինչքան էլ լծրեցին, ինչքան էլ ուզեցան կեղծիքներ անել, բայց երկու համապետական ընտրություններում գյումրեցիք կարողացան իրենց ձայնը պահել։ Հիմա թիմ ընտրությունները մի քիչ առանձնահատկությունները ուրիշ է։ Այնտեղ եթե կարողացան պահել, այստեղ հաստատ կպահեն, որովհետև այստեղ շահագրգիռ կազմակերպի կուսակցությունները արդեն շատ են, 11 կուսակցություն, որոնք հիմնական մասը, ասեմ, այնտեղ ոչ արբանյակ կուսակցությունների իշխանությունների, բոլորն էլ շահագրգռված են ձայները պահելու։ Բոլորն էլ աշխատելու են իրենց վստահված անձանց միջոցով, եթե ունեն հանձնաժողովի անդամների միջոցով, բոլորը շահագրգռված են պահել ձայները, այս մի առումով, որ թիմ ընտրությունները ավելի վստահելի է ձայները պահելու առումով։ Իհարկե մենք էլ կունենանք մյուս կուսակցություններ վստահված անձ դիտորդական առաքելությունների հետ համագործակցենք եւ նաեւ Գալայի առաջի համարը գլխավորող ձեր ղեկավարը նույնպես ծրագիր մշակեց, մեզ հրավիրեց, մենք համատեղվեցինք, համատեղ հայտարարություն ընդունեցինք, որպեսզի համատեղ իրար օգնելով այս առումով մենք միակարծիք ենք, մի քանի կուսակցություններով հավաքվեցինք եւ որոշեցինք համատեղ
պայքար, ինչպես կլինի մնացած տեխնիկական հարցերը, հետագայի քննարկման հարցը, մենք պատրաստ ենք նաև այդ ֆորմատով աշխատել, որովհետեւ բացառենք ընդհանրապես Գյումրիում եւ ընդրակաշարքը առաջի հերթին, որը չարիք է դարձել, եւ ընդրակաշարքի դեմ եւ մնացած տարբեր խախտումների, հենց ցայների հաշվման process-ում, նաեւ քվեարկության process-ում մենք համագործակցելու ենք։ Այսինքն բոլոր ընտրատեղամասերում վստահված անձիկ դիտորդներ լինելու են համագործակցություն Պարդադիր եւ ոչ մի հոգի, օրենքը թույլ է տալիս մինչեւ 3 հոգի, մենք մաքսիմումը կօգտագործենք, մենք անպայման կունենանք բոլոր տեղերում։ Պարոն Ասյան, մինչև ընտրությունների բուն ընտրությունների օրը եւ վերահսկողության խնդիրները կա քարոզարշավ, որը եւս մեծ ազդեցություն ունի քաղաքացիների որոշում կայացնելու վրա։ Ինչպես է գնահատում մինչ այս փուլը քարոզարշավ, ինչ դիտարկումներ ունեք։ Գիտեք, ես երկար տարիներ քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ միշտ դիտողի դերում եմ եղել կողքից, այսինքն հասարակ ժողովրդի պես դիտել եմ այդ ամեն ինչը, հետաքրքրվել եմ։ Ոչ միայն այս քարոզարշավ, ընդհանրապես մի շատ բաց սովորույթ է մտել մեր քաղաքում։ Նախկին իշխանությունների աշխատանքը հենց առաջի օրվանից սկսել սևացնել, ցույց տալ, որ ոչինչ չի արվել, իրենք եկել են դադարք տեղը նստել են, հիմա պիտի, չգիտեմ, ինչեր անեն եւ վերջում արդեն քարոզարշավ է, նոր ընտրությունները եւ այսպես նայում ես գովազդային հոլովակներ, ֆիլմեր, առաջ ոչ մի բան չի եղել։ Մինչեւ այս վերջի 4 տարին քաղաքում գրեթե ոչինչ չի արվել։ Ինչ արվել է, այս վերջի շրջանում է արել։ Այսինքն այստեղ ես նաև իմ անձնական վիրավորվածությունը կա, որովհետև ես մասնակցել եմ եւ առաջի քաղաքապետարանի աշխատանքներին որպես ավագանու անդամ, եւ երկրորդ եւ առաջի քաղաքապետի դեմ աշխատել, եւ երկրորդի դեմ աշխատել։ Իմ աչքի առաջ եղել հսկայական ծավալի աշխատանքները, որոնք կատարվել են Գյումրիում, եւ այսօր ներկայացում է դադարք տեղն են եկել ու դադարք տեղը այս քաղաքը կառուցեցին։ Մի քիչ ինձ էլ է վիրավորական եւ հատկապես ես պատկերացնում եմ այն թիմերին, որոնք քաղաքապետարանում են աշխատել գիշեր-ցերեկ, վազել են, չարճարվել են ինչ-որ ծրագրեր իրագործելու համար, հիմա նստած դիտում են, որ իրենց աշխատանքը լրիվ զերոյացվում է։ Ետերով, ամեն քարոզով։ Ես կխնդրեի բոլոր տեխնազուներին, որ նման ոճի գործելավոճը թողենք, սա Գյումրի քաղաքն է եւ մենք բոլորս գյումրեցիներ ենք, մենք ընդհանրակ իրար պիտի հարգենք, գնահատենք մեկիս աշխատանքը, իհարկե ցույց տալով, թե շարունակությունը մենք ինչ ենք արել։ Պարզ բան է, մարդը պիտի ցույց տա իր աշխատանքը, բայց ոչ թե զերոյից, այլ այս չափի արած աշխատանքից հետո ես էլ այսքանն եմ արել։ Այս մթնոլորտն եմ ուզում, որ ես ամեն ինչ անելու եմ այդ մթնոլորտը ձևավորելու համար եւ տեսեք, հիմա նշվում է ինչ քանակի ասֆալտապատման աշխատանքներ Գյումրիում բան եւ այլ ինձ է երևում, որ նախկինում չի արվել։ Ես բազմիցս նշել եմ, որ մեր կուսակցության ղեկավարը Քերքորյանի ծրագիրը, Հանսմանի ծրագիրը ինքը իր ջանքերով, իր աշխատանքի շնորհիվ է կարողացել բերել Գյումրին եւ այդ խոշոր ծրագրերը իրականացնել։ Հենց այդ ժամանակ այդ ծրագիրը չէր նախատեսում փողոցաշինություն, դպրոցաշինություն եւ բնակարանաշինություն էր ծրագիրը, բայց նախկին քաղաքապետը Վարդան Ղուկասյանը մեծ ջանքերի շնորհիվ իր աշխատանքի ջանքերի շնորհիվ կարողացավ համոզել ծրագիր մտցնել փողոցաշինություն եւ Ղարիբջանյան փողոցից մինչեւ Թբիլիսյան խճուղի ամբողջը հիմնանորոգվեց, այդ փողոցները կառուցվեց եւ դուրս գալով վերը նշած այս նեգատիվ երևույթից, որբիսի սա այլևս Գյումրիում վերացնենք, նորմալ մթնոլորտ ստեղծենք, օգտվելով առիթից, որ այս ելույթից ես հրավիրում եմ ներկա քաղաքապետին, գործող քաղաքապետին եւ նախկին քաղաքապետին խոսակցության նստենք, հրավիրում եմ հեռուստաեթերի մեր եթերաժամին, մեր քարոզարշավի եթերաժամին ցանկացած հեռուստաալիքով հրավիրում եմ, ես էլ որպես երջանկահիշադակ Միքայել Վարդանյանի օրոք աշխատած ավագանի տեղյակ եմ, քաջատեղյակ եմ այնտեղի իրագործած ծրագրերից, գործերից եւ թերություններից նաեւ պատրաստ եմ այս քաղաքապետերի հետ նախկին ներկա եւ ես քննարկենք այս խնդիրները, ոչ թե հերվից հերու իրար երեսի ցեղ շպրտենք, իրաց աշխատանքը նստենք, իրար դեմ դիմաց քննարկենք, մթնոլորտը լիցքաթափենք, որ եւ դա իշա կլինի մեր ժողովրդի, մեր գյումրեցիների։ Բայց այնուամենայնիվ մենք քարոզարշավի ժամանակ միշտ
Հանդիպում ենք մի խնդրի, երբ որ խոստումները հնչում են, բայց ընտրություններից հետո դրանք մոռացվում են։ Դուք կարող եք երաշխավորել, որ ձեր բոլոր խոստումները, դրույթները, այն ամենը, ինչ որ քարոզարշավի ընթացքում խոստանում ու հրապարակում եք, իրագործելի են եւ ոչ թե խոստումներ են զուտ խոստման եւ ձայներ ստանալու համար։ Տեսեք, մենք խոստանում ենք, դադար չենք խոստանում, այսինքն ցույց ենք տալիս ճանապարհները եւ մեր հնարավորությունները։ Մենք ասում ենք, որբիսի մենք մեր խոստումները կարողանանք իրագործել, մենք պետք է կանք իշխանություն։ Մեզ պետք է վստահի ժողովուրդը, մենք առաջին հերթին ասենք Գյումրի քաղաքում։ Բայց մեր իշխանության գալով եւ որևէ մեկի իշխանության գալով խոշոր հաշվով Գյումրիում ոչինչ չի փոխվի։ Շատ չնչին տեղաշարժեր կլինեն այս բյուջեի պայմաններում, այս կամ բյուջեի սահմաններում։ Իհարկե, այստեղ կա ռացիոնալ աշխատանքի խնդիր, գումարների ճիշտ ծախսման եւ այլն։ Կա այս խնդիրը, որը մենք նաեւ առաջարկում ենք, ասում ենք մենք կաշխատենք թափանցիկ պարզ, ամեն ինչը բոլորի աչքի առաջ կլինի։ Հիմա տեսեք, մենք նախընտրական այս շարժման մեջ ուզեցանք տեսնել, ծանոթանալ, թե ինչպես է նախին քաղաքապետարանը ծախսել գումարները։ Ինչու վրա ինչ կան, որը ինչ գնով եւ այլն։ Ոչ միտեղ չկարողացանք տեսնել։ Ինտերնետում էլ նայեցինք, սայթերում էլ փնտրեցինք, նույնիսկ հարցումներ արեցին մեր լրագրողական թևից, չկա, չենք տեսնում։ Կա ինչ որ ընդանուր դրույթներ, բայց բուն, ասում են, այսքան լուսակետ ենք ավելցրել, շատ լավ է կարել, շնորհակալ ենք, բայց ինչքան եք ծախսել դրա վրա, դուք պիտի պատասխան տաք ժողովրդին։ Կարելի է անել 1000 կետ ավելացնել 1000 դրամով, կարելի է ավելացնել 5000 դրամով։ Հիմա մենք ուզում ենք տեսնել ինչքանով է կարել։ Դա դուք պարտավոր են մարդիկ ներկայացնել քաղաքացիներին, որ այդ ձեր գումարները այս սրա համար այսքանով ենք ծախսել։ Մենք խոստանում ենք այս բոլորը թափանցիկ կլինի բոլորին հասանելի, ինտերնետում էլ, մեր համապատասխան կայքերում էլ կլինի այս բոլորը։ Բայց մենք այս բոլորից զատ ասում ենք, Գյումրու խնդիրը սրանով չի լուծվի։ Գյումրու խնդիրը համահայկական խնդիր է, որովհետեւ մենք կարողանանք եւ ունենք այդ ուժը, ներուժը ունենք, այդ մարտիկ ունենք, որոնք ի վիճակի են համայն հայության աշխարհի ֆինանսական խոշոր կառույցներից ֆինանսներ ներգրավել եւ տնտեսության զարգացման, եւ բնակարանաշինության, եւ բոլորի մենք ունենք այդ մարտիկ, այդ հնարավորությունները, բայց պայման կա, որովհետեւ այդ ամեն ինչը լինի, մեզ պետք է համապատասխան միջավայր ստեղծել երկրում վստահություն իշխանությունների նկատմամբ, որ ասենք այս իշխանությունները լրիվ կորցրել են, չկա ոչ մի որոտ նույնիսկ հայկական տեղի ներդրողները իրանց գումարները թվեր են ասում սոցիոլոգները, չգիտեմ ինչ ասում են 6 միլիարդից ավել գումար է դուրս եկել հանրապետությունից։ Դա ինչ է նշանակում։ Նույնիսկ մեր հայ ներդրողները չունեն այդ վստահությունը։ Գումարները տանում են արտերկիր, այնտեղ են ներդնում։ Մենք ճանապարհն ասում ենք, գալիս ենք իշխանության Գյումրիում։ Գյումրին դարձնում ենք դրոշակ, փորձ, մյուս տեղերը կրակը իշխանափոխություն անելու, այս մթնոլորտը փոխելու, ստեղծելու եւ հնարավորություն ունենք գումարներ ներգրավելու, զարգացումը ապահովելու համար։ Եվ եթե ամփոփենք մեր զրույցը, առաջիկայում այս քարոզարշավի ընթացքում կխնդրեմ մանրամասնել ձեր անելիքները, որոնք են լինելու։ Ուրեմն մենք քարոզարշավի ընթացքում օգտագործել ենք ու օգտագործելու ենք բոլոր հնարավոր միջոցները, մեր գաղափարները, մեր մտածմունքները, մեր անհանգստությունները ընտրողին հասցնելու համար։ Բոլոր միջոցներով քարոզարշավ, բագային հանդիպումներ, հեռուստաեթերներ, չգիտեմ, ռեկլամներ եւ այլն։ Եվ ամենագլխավորը ասեմ, օգտվելով առիթից, ամսու 23-ին ժամը 18-ին թատերական հրապարակում համահայկական հավաք ենք կազմակերպել։ Մեր համակիրների, ինչու ոչ համակիրներին, որ հրավիրում ենք, եկեք լսեք, մենք ծրագրային դրույթներ ենք հնչեցնելու, մեր նպատակները, ծրագրերը, եկեք լսեք, եթե կհամոզվեք, կընտրեք, եթե չէ, բայց հրավիրում ենք, եկեք լսեք։ Եղավ, շնորհակալ եմ շատ պարոն Ասյան, մեր հրավերն ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ տեսություն։